Հարգելի գործընկերներ, իհարկե ուժեղ Հայաստանը ներկայացրել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանին, թեև նախաբան որպես ասեմ, ցավում եմ, որ ձեր խմբակցության ելույթներում գեթ մեկ ելույթ չհնջեց, չլսեցինք, որպես արժանի թեկնածու որևէ կերպ չլսեցինք այդ ելույթները, այլ հակառակը լսեցինք, չգիտեմ, թե ինչ ծախսեր են արվել Կոնդի առանձնատանը մոլի եւ բոմբորի համար, ցավում եմ, համեմատության համար իսկապես ցավում եմ։ Պարոն Ֆարմանյան, դուք ներկայացնում եք ուժեղ Հայաստանը, բայց 21 թվականին ներկայացրել եք Մեկ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ եք եղել եւ այս ամբիոնից երեք ասում եք չեմ էլ հիշում այդ կուսակցությունը ընդհանրապես գրանցվել է թե ոչ։ Ես նայում եմ ձեր հայտարարությունները, նայում եմ ձեր հարցազրույցները, դուք ներկայացնում եք Մեկ Հայաստան կուսակցության անդամ որպես եւ տնտեսական վերլուծություն եք անում։ Եվ ինչ եք խոսում այդ տարիներին։ Մեզանից եք խոսում եք, որ մենք կապիտուլանտ ենք, թրքասեր ենք, տարածքային կոմունիկացիաների բացման վերաբերել այնպիսի վատատեսական հայտարարություններ եք անում, որ ես երեք զարմացել եմ, որ այստեղ ասում եք, այո, բյուջեն եռապատկվել է, այո, մաքսայինում բոլոր բարեփոխումները դեպի լավն են գնացել, ինչ որ բան է փոխվել այս ընթացքում, շատ լավ են վերաբերվում եւ կարեւոր է լսել դա ձեզանից։ Ասում եք 20 թվականին ասում եք, թե երկրի ակտիվները սպառվում են, երկիրը հեսա կլուծարվի։ 21-ի ընտրություններից առաջ դուք Ռոբերտ Քոչարյանի գովքն եք անում, իր անուրալի վաստակից եք խոսում։ Այսօր նստած եք այս խմբակցության աթոռներից մեկին եւ Սամվել Կարապետյանի գովքն եք անում։ Իսկ կարող է 2018-ից երբ համակարգից չհեռանայք, նաև Նիկոլ Փաշինյանի գովքը անեք, չի բացառվում։ Սա է ձեր իրական քաղաքական դեմքը եւ արժե համակարգը։ Իդեպ, երեք լսեցին կարծիքներ, երբ թրիփի մասին էինք կարծիքներ կար, դուք ձեր խմբակցության մեջ իրարամերժ կարծիքներ ունեք։ Խմբակցության ղեկավարը հայտարարում է թրիփը միջանց չէ ճանապարհը, դուք ասում եք չէ, մենք դեմ ենք նաև ապօրինի գույքի հետ կապված բաներում եք այլ կարծիքներ ունեք հիմա ձեր հայտարարությունից տպավորությունը դեմ եք տնտեսության դիվերսիֆիկացմանը մեր քաղաքականության առանցքային սկզբունքն է տնտեսության արտահանման ուղիների տրանսպորտային հանգույցների եւ էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումը որտեղ դա մեր պետական իշխանության եւ տնտեսական անվտանգության հիմքն է դիվերսիֆիկացում նշանակում է պաշտպանել հայ տնտեսվարողին եւ արտահանողին, որպեսզի մեկ անցակետի փակելով մեկ ամբողջ տնտեսություն կանգ չառնի։ Իսկ դուք փաստորեն կողմ եք մեկ ուղղությունից կամ մեկ երկրից վտանգավոր կախվածության պահպանումը։ Սա է ձեր մասնագիտական ու պետական մոտեցումը։ Ապօրինի գույքի մասում ասում եք դեմ եք խմբակցության, դե էլի իրարամերժ կարծիքներ են քշում, որտեղ ձեր խմբակցությունը եւ ձեր կուսակցությունը մեկ մարդու որոշմամբ կազմված, ձևավորված կուսակցություն է։ Մենք ականատես եղանք այստեղ գալուց առաջ, որ մեկ օրում ամբողջ ցուցակը կիսվեց կեսը դարձավ, որտեվ այդ անձն է որոշում, մեկ հոգի է որոշում, ով մնա ցուցակում, ով չէ եւ ինչպես կազմավորվի ձեր ցուցակը։ Եվ անգամ դուք երեք լրագրողի հարցինի պատասխան ասում եք անակնկալի եկա, երբ հայտարարեցի, որ ես եմ լինելու թեկնածուն, շատ տարօրինակ է։ Այս այն դեպքում այս մեջբերում ինչ եմ անում, որ այստեղ ձեզ հարցեր է հնչում, դիմում եք այս կողմ ասում եք, մի հատ ձեր ցուցակը նայեք, հա նայել ենք մեր ցուցակը, պարոն Մանուկյան եկավ անունը տվեց, բա դուք ինչի եք վախենում պարոն Սաղոյանի անունը տայեք, կաշկանդվածություն ունեք, թե ընկճված եք։ Եվ առանձնակի բերկրանքով իհարկե այդ անունը այստեղից հնչեց, ինչի համար վախեմ։ Կարծում եմ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը նախ եւ առաջ մասնագիտորեն պետք է համապատասխանի այդ պաշտոնից։ Դուք այստեղից խոսում եք պետական պարտքից։ Միայն անվանական թվերով։ Խնդրում եմ, սա առանձնացեք։ Դուք պետական պարտքից
ուրճացրած խոսույթ եք այստեղ գենարացնում անվանական թվերով։ Նախընտրական քարոզարշավին ուժեղ Հայաստանը անդադ խոսում է պետական պարտքից։ Տեսեք ինչ վատ է պարտքի տակ ենք խրված, չգիտեմ, սրտաճմլիկ վիդեոներ եք դնում 2 ամսական երեխաների վրա, գրում եք, սա Նարեն է, նա 2 ամսական է, չգիտի, որ արդեն 1,655,000 պարտք ունի։ Պարոն Կարապետյան, ինչ եք կրկնում նույն բանը։ Այդ գաղափարի խորհրդատուն, եթե պարոն Ֆարմանյանն է, ուզում եմ ասեմ, որ դուք ձախողված եւ էժանագին քարոզություն եք արել։ Այս ամբողջ ընթացքում բազմաթիվ անգամ անդրադարձել եմ ձեր բոլոր հնչեցրած ապատեղեկատվություններին։ Ոչ ոք ձեզնից չի խոսում պարտք-հնա հարաբերակցությունից։ Որևէ մեկը չի խոսում։ Մեկ անձի հաշվով պարտքը բաժանելիս չեք ասում, թե որքանն է մեկ շնչին ընկնող հնան։ Քաղաքականապես գուցե հասկանամ, որ կիսատ պրատ տեղեկատվություն եք տալիս մարդկանց մոլորեցնելու, ձայն կորզելու համար, բայց մասնագիտական առումով սա ինձ համար անընդունելի ձեռագիր է։ Իսկ այդ պարտքը, որ վերցրել ենք, եթե ձևավորվել է, ֆինանսավորվել են կապիտալ ծախսեր, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ջրամբարներ, որը հետագայում կրկին հնայի աճ է ապահովելու։ Սա մասնագիտական չիմացության, թե չգիտեմ, գիտակցված նաև ապատեղեկատվության մասին է ձեր խոսում։ Էլ չասեմ, որ դա ես չեմ ասում, որ պարտքնան 50% է եւ կառավարելի միջև 50% եւ կառավարելի մակարդակում է։ Դա միջազգային հեղինակավոր կառույցներն են այդ մասին ասում։ Դա ասում են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, այդ ձեր կռիվը մասնագիտական դաշտից լրիվ դուրս է։ Այստեղ խոսեց նաև այո աղքատությունից։ Պարոն Աբրահամյան, իմ մոտ տպավորություն որ դրսում ինչ որ վիճակագրական առանձին սենյակ ունեք, այդտեղից վիճակագրություն եք բերում, որովհետև դուք վիճակագրական տվյալներ չեք ներկայացնում։ Մասնագիտական գնահատական չեք տալիս։ Էլի եմ կրկնում, ասել եմ, նորից եմ կրկնում, աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը վերջին տվյալներով պատմական ամենացածր մակարդակում է, բայց դուք շարունակում եք խեղաթյուրել վիճակագրությունը, որքան էլ դա ձեզ հաճելի չէ, պետք է անընդհատ ասեմ, քանի նոր տվյալները չեն հրապարակվել։ Պարոն Ֆարմանյան, խոսեցիք AFH ընկերության, չգիտեմ, հարց հնչեցեցի, նվազագույն աշխատավարձ եք ստացել, փոխառություն եք ստացել, հետո դուք ինձ ասում եք, բա գիտեք, ես միամիտ եմ ստեղ կանգնած, ասում եք, ես ամեն ինչ ես հաշվի եմ առել, ամեն ինչ որ չուզենայի չէի գրի այդ հայտարարում, ես այդքան էլ միամիտ չեմ։ Հա, պարոն Ֆարմանյան, ճիշտ եք ասում, որովհետև ասում եք թղթերով ամեն ինչ նորմալ է, թղթերն է կարևոր, թղթերով ամեն ինչ նորմալ է։ Պեկում էլ են այդպես ճիշտ աշխատել, թղթերով ամեն ինչ դասավորված է եւ ճիշտ է։ Մաքսային բրոկերական ընկերություն ունենալ համատեղելով պաշտոնի հետ փոխկապակցվածություն, դուք այսօր այստեղ հերքում եք, ասում եք նման խնդիր չկա, բայց թղթերով ամեն ինչ նորմալ, կարևորը թղթերով նորմալ է։ Եվ այս ֆոնին խնդրում եմ ձեր արձագանքի ժամանակ ասեք նաև Norfolk ընկերությունից պատմեք, ինչ կապ կա իր հետ։ Նախ ասեմ, որ քաղաքացիական ամփոփելով խմբակցությունը դեռ քննարկելու է ձեր թեկնածությունը, ժամանակ ունենք քննարկելու։ Հանձնաժողովի առանցքային գործառույթը պետական բյուջեն ու դրա քննարկումներն են։ Ըստ իս հանձնաժողովը պետք է ղեկավարի այնպիսի մարդ, որը ունի պետական մտածողություն, մակրոտնտեսական խորը գիտելիքներ, բավարար կոմպետենտություն, ազնիվ մասնագիտական եւ քաղաքական անցյալ։ Կարծում եմ նախկինում ասված ոչ մասնագիտական, ակնհայտ կեղծ թեզերը պետք է թողնենք դրսում, որպեսզի մենք էլ կարողանանք գնահատել նաև ձեր մասնագիտական ունակությունները։ Վերջում ավելացնեմ, ի տարբերություն ձեր սրտաճմլիկ տագնապալի հոլովակների, մենք կառուցում ենք մի երկիր, որտեղ մեր երեխաները, Նարեն եւ Նարեկը ապրելու են ազատ, անկախ, բարեկեցիկ Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։